Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը խորագրով ցուցահանդեսի հայաստանյան շրջագայության հաջորդ կանգառը Արմավիրն է։ Մարզերի բնակիչների համար սա եզակի հնարավորություն է իմանալու Հիսուսի արձանի ստեղծման պատմության մասին ավելի պատկերավոր ու տպավորիչ։ Շատ կարևոր է, որ այս հպարտության մեծ ու կարևոր առիթը մեզ տալիս է պարոն Ծառուկյանը եւ տալիս է հնարավորությունը նաեւ հասարակությանը, հայ ժողովրդին, որպեսզի մենք եւս դրա մասնակիցը լինենք։ Առաջիկա 2 օրերում եւս շարունակական է լինելու այստեղ Արմավիրում ցուցահանդեսը, որից հետո կտեղափոխվի արդեն մեր մյուս մարզեր։ Այս արձանը կարող է դառնալ հոգևոր ինքնագիտակցության նոր զարթոնքի խորհրդանիշ, սերունդների համար արժեքային կողմնորոշիչ, համախմբման կենտրոն հավատքի շուրջ և միջազգային հանրության համար հստակ վկայություն, որ Հայաստանը շարունակում է ապրել իր քրիստոսակենտրոն առաքելությամբ։ Արմավիր քաղաքի ցուցասրահը բազմամարդ է։ Այստեղ են տարբեր տարիքի քաղաքացիներ, որոնք հիացած են փրկչի աշխարհում ամենաբարձր արձանի շինարարությամբ եւ ողջունում են հզոր նախագծի գաղափարը։ Բավականին պահանջված բովանդակություն է այսօրվա մեր հավաքը, որովհետև իրոք մենք հեռացել ենք մի քիչ մեր արմատներից, շատ լավ է, որ նման միջոցառումներով կարողանանք վերականգնել մարդկանց մոտ հավատը, մեր արմատները եւ նաեւ մեր հայրենիքը, մեր հայրենի հողը։ Արձանին նայելով դու պիտի հիշես, որ դու ինքդ քրիստոնյա ես, ու պիտի ազատ արձակես ամեն զեղություններ քեզանից, որպեսզի ապրես ճիշտ Աստծուն նվիրված, Աստծուն հաճելի կյանքով։ Շատ հզոր է ամեն ինչը։ Ես անձամբ շատ լիարժեք, սենց ինձ լավ եմ զգում այս ամեն ինչը տեսնելով։ Սա մեծ խթան կլինի մեր զբոսաշրջության զարգացմանը, որը նաև մեր երկրի տնտեսության համար մեծ օգուտ կբերի։ Արմավիրում ֆոտովավերագրությունը կհանգրվանի մի քանի օր, հետո կշրջի Հայաստանի մյուս մարզերով, հասցնելով այն հիմնական ուղերձը, որ հատիսի գագաթին վերխոյացող արձանն իրապես դառնալու է ազգային վերածննդի ու ներքին համերաշխության խորհրդանիշ։ Ալինա Սահակյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։